Եկեք ամենասկզբից ամփոփենք կդորեն բզբզանքի հարցման արդյունքները։ Այս շաբաթ հարցրել ենք, թե դուք ո՞ր ժամանցային ծրագիրը ավելի շատ կհավնիք։ Լավ երեկո, թե երկիր, թե կարող ես։ Սկսենք Facebook-ից։ Հարցվածների 67%-ը իր ձենը տվել է լավ երեկոյին։ Լրիվ հակառակ պատկերն է կդորեն բզբզանքի ադնակլասնիկի էջում։ Հարցմանը մասնակցել է 300 հոգի ու հարցվածների 78%-ը ձենը տվել է երկիր, թե կարող ես նախագծին։ Իսկ վկանտակցեյում մասնակցել է 26 հոգի, արդեն լավ է վկջան, 4 հոգի չէ էլի, ու հաղթել է լավ երեկոն 65% ձեներով։ Աստեղ կոնկրետ հաղթող ու պարտվող չունեցանք, որտեվ ձեների ընդանուր քանակով հավասար պայքար կերտար։ Իսկ այս շաբաթ կդորեն բզբզանքում կսկսվի հետևյալ հարցումը, որ օպերացիոն համակարգով սմարթֆոններն եք նախընտրում։ Հարցմանը մասնակցելու համար մտեք ներքևի սիրկեկով Facebook, ադնակլասնիկ կամ վկանտակցեի կդորեն բզբզանքի էջ ու քվեարկեք ձեր նախընտրած համակարգի օգտին։ Եվ թող հաղթի, թե դուք որոշեք թե ով հաղթի, իսկ ես մյուս շաբաթ կամփոփեմ արդյունքները։ Արուսիկ Տիգրանյան։ Ես աճոնիկը հայտնի դարձավ լավ երեկոյից ու շատ արագ գրավեց հեռուստադիտողի սրտերը։ Հետո գնաց Full House, իսկ հետո գիտեք ուր գնաց։ Ավելի ճիշտ գիտեք ուր է եկել է YouTube։ Հա, Արուսիկ Տիգրանյանը յութուբեր է դարել, կամ ինչ որ ինքը իրան կներկայացնե, դարել է վլոգեր։ Ես Արուս Տիգրանյանն եմ, ես սկսում եմ իմ վիդեոբլոգը։ Արուսը վլոգների տեսքով կներկայացնե իր առօրյան ու էքսկլյուզիվ զակուլիսնի դրվագներ տարբեր պրոյեկտների նկարահանումներից ու նախապատրաստական աշխատանքներից։ Իմ առաջի վլոգն է։ Արուս ջան, քեզ շատ սիրում եմ, շատ ուրախ ենք որ մեզ հետ աշխատում ես, դու յուրօրինակ տեղ ունես այս շրջապատում։ Այո, ծնվես ծաղկես։ Մենք փորձեցինք կապ հաստատել Արուսի հետ, որ ինքը անձամբ ներկայացնե իր ալիքը, բայց այդպես էլ իր Instagram-ից պատասխան չստացանք։ Արուսիկ ջան, բե եղավ, ես համ կուզես գաս YouTube, համ էլ հնա բնակներին կանտեսես, հա? Սիրուն չէ, հետ սիրուն չէ։ Ժող ջան, եկեք մտնենք Արուսի YouTube ու իր վերջի վիդեոյի տակ գրենք #ծոպլոգ։ Թող իմանա էլի քտով դոմե խազային։ Դե Արուս ջան, հաստատ համոզված եմ որ այս հեշթեգների տեղատարապից հետո դու ես հաղորդումը կնայես, հետո համար կուզեմ քեզի ասեմ որ դու յուրահատուկ ես, սաղս էլ քեզի շատ կսիրենք։ Հəbə, Ժող ջան, դուք էլ դավայ մխեք հեշթեգները։ Facebook-ը որոշել է փոխել դիզայնը։ 15 տարվա մեջ ըսիկ պետք է եղնի ամենամեծ թարմացումը։ Դիզայնը ստացել է FB5 անվանումը։ Ի տարբերություն անցած բոլոր թարմացումների կվերացնեն մենյուի կապուտ հատվածը, որը մնացել էր անցած սաղ փոփոխությունների ժամանակ։ Թազա դիզայնի հիմքը կտրվի բաց գույների վրա։ Գլոբալ փոփոխություններից է խմբերի որոնման տեղը։ Ու вообще խմբերին կտրվի լիքը թազա առավելություններ ու դաժը առանձնացված հատված գլխավոր մենյուում։ Բացի էդորից կխոստանան անհատական մոտեցում ըստ խմբի ուղղվածության։ Խոսքի բժշկական թեմաներով խմբերում օգտատերերը կրնան անանուն հարցեր ու գրառումներ ենեն։ Համ էլ կխոստանան մութ մենյու կամ գիշերային, в общем, սև ու սերի մեջ էլի։ Էդ էլ դուք կրնաք կամ միացնեք կամ անջատեք ըստ ձեր հայացողության։ Բջջային հավելվածներում արդեն փոփոխությունները սկսվել են ու քանի ամսվա ընթացքում արդեն լրիվ կփոխվի նաև սայթը։ Լայքերը չմոռանաք, աղբերություն։ Բարև ձեզ, ես Սեյյա Այլախանյանն եմ, Լեննագանցի, ուրեմն հատուկ ծոպլոգի համար էքսկլյուզիվ ռեպորտաժ կամ էքսկլյուզիվ նորություն։ Բարլոս աբջան, շարունակելով Facebook-ի թեման, ասեմ որ հենց Facebook-ի մասին է Սեյյա Այլախանյանի գարաժ հաղորդման թազա սերիան, որն որ երկար դատարից հետո էլի վերադարձել է YouTube, բայց արդեն պետք է երթա WeArm TV ալիքով։ Ի տարբերություն շատ հաղորդումների, չնայած շատ մարդկանց պնդման, որ գարաժը շատ նման է նույն հաղորդումներին, ինչ որ օրինակ սոսներ, անտիվիրուսը ու երկուսի հայրենիքն էլ նաև Գյումրին էր, ֆորմատի հետ կապված ցանկանամ շեշտեմ, որ հնարավոր է ֆորմատը ինչ որ չափով նմանություն անի, բայց կատարած աշխատանքը թե սցենարային, թե մոնտաժ, թե ձայնային, թե էֆեկտներ, ամեն ինչ ընդհանրապես ոչ մի հաղորդման հետ նմանություն չունի։ Մոնտաժի ու սցենարի վրա տղեկը կաշխատին մոտ 2 շաբաթ ու ինչը կսեն ռեզուլտատ նալիցո։ Շատ դինամիշնի տարատեսակ էֆեկտներով հագեցած ու ինչ նոր ամենակարևորն է բովանդակալից։ Ոչ մի քաղաքական ասպեկտներում հանդես չեն գալիս ու հաղորդման բուն նպատակը կայանա նրա մեջ, որ մենք
ցանկացած երևույթին, ցանկացած իրավիճակին փորձենք նայել երկու կողմից, այսինքն մեդալի ոչ միայն դիմացի մասին մենք կանրադառնանք, այլ նաև հակառակ կողմին։ Ոբշեն, որոնեք YouTube-ում VR TV ու վայելեք տղեկի կատարած հսկայական աշխատանքը։ Շնորհակալություն նաև իմ շատ լավ ընկեր Սայաթ Հարությունյանին, այս հնարավորությունը ընձեռելու համար ու վերջում ինչ եղքսեր մեր Սայաթը, ձեր արկայական լայքերը ճպցրեք։ Խնդրեմ ափջան, բարի երթ ձեր հաղորդմանը։ Շատ քչերդ կարող է նկատած եղնիկ, որ հումորի լիգայում Վինքսի հերթական ելույթի ժամանակ այն որ հում ձեռը ինչ կենգներ բերեին կանցանեին վախտոյի գլուխը, այդ վաղտ կուդան վախտոյի քիթը կլեղքեն բերեն։ Դու մոլոտավոր ու շատ իր կնայեք կտեսնիկ որ ես մեր աղբոր քիթը Արուն լավիգի եղե։ Եկեք հələ հենց վախտոյից իմանանք թե ինչ եղավ որ ասպես եղավ։ Ափջան բարլոս պատմելը տեսնենք ես ինչ է պատայե։ Բարև Սայաթ ջան ու բարևում եմ Ծոբլոգի բոլոր բաժանորդներին, ուրեմն ելույթի վաղտ ես ընդհանրապես չեմ պատկերացրել, որ իմ քթի հետ ինչ-որ մի բան ա եղել ու չեմ զգացել ելույթի ժամանակ, որ քիթս ես վնասել եմ ու ելույթը խաղալուց վերջացնելուց հետո ես գնացել եմ տուն լողանալու ժամանակ, ես նայել եմ հայլու մեջ ու տեսել եմ, որ քիթս ինչ-որ վնասել եմ, ստե ճղվել ա ու Արունա հոսում քիթից ու այդ ժամանակ ես ելույթը հիշելով հիշում էի, որ հեյ ջանղապ համ այդ դդումը հագցնելու վաղտ ա, ոնց էր քիթս վնասվում։ Ըստ իս ես քիթս վնասել էի դդումի ժամանակ, բայց անցել է մի շաբաթ ես մեր ելույթը տեսել եմ վիդեոյով ու երբ որ հոսոն նակուտիձու ու տենց հումձուն խփում ա քթիս դու մի ասա որ այդ քիթս ես վնասել եմ ձվից որ հոսոն հումձուն խփում ա քթիս Սկսում ենք բանանից հոտ-դոգ սոխ խաշած ձու հիմա կուտի հումձու տորտ սպաս երեք բորշը Խաշ, շարնակում եք, հիմանակուտի ғապ համա Բայց ես ելույթի ժամանակ ընդհանրապես չեմ զգացել այդ ու քիթս տենց հիմա ոնց որ վերականգնվում ա քիչ-քիչ, բայց կարևորությունը մի քիչ կա Տո հզգուշ եղեք ափջան, տո Միկայի գլուխը քուքիտը մյուս ումի ինչը պետք տակ ջարդու փշուրենեք Տղեկին հաջողություններ հետագա ելույթներում մեզ էլ ձեր փայ արկայական լայքերը ժող ջան Всё, լավ, այսքան Շատ հագեցած ստացվավ 10-րդ նյուս բլոկը ժողջան, չմոռանաք բաժանորդագրվիք իմ անձնական YouTube ալիքին, շուտով թազա վիդեո կսպասվի Սիլկեն ներկևում է ձեր Սայաթ Հարությունյան Привет. Что с тобой, болеешь, что ли? Да не знаю, простыл, наверное, немного. Տեն ժողջան, բաժանորդագրվեք Ծոբլոգ ալիքին իհարկե, նաև նկարագրությունների բաժնում կգտնիք Սիլկեքը իմ Instagram-ի էջի, նաև կտորեմ բզբզանքի Facebook-ի ու ոչ միայն Facebook-ի էջերի Սիլկեքը, մտեք բաժանորդագրվեք։ Իսկ այսօրվա էքսկլյուզիվ Ծոբլոգը մոտեցավ իր ավարտին, բաժանորդագրվեք Ծոբլոգ ալիքին, եթե հաղորդումը դուրները տեկավ, ուրեմն մատները տնգեք վեր, այսօրս կանը հաջողություն։